Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն գտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այս կյանքի մեջ շատ մարդիկ կան, որոնք իրենց ցախողությանց կամ անհաջողությանց համար միշտ պատրաստ են մեղադրել ուրիշները։ Այո, ուրիշներ մեղավոր են իր անհաջողությանց համար։ Արդակին պայմանները մեղավոր են իր ցախողությանց համար։ Նույնիսկ Աստված մեղավոր է, որ իրեն հաջողություն չտված։ Եվ հետևաբար կսկսին իրենց փախտը անիծել, թշկոհիլ, բորալ, գանչել, նեղանալ, նեղսրդիլ։ Բայց երբեք այդպիսի մարդիկ իրենց մեջ հարցը չեն փնտրել։ Չեն տեսներ, որ իրենց մեջն է ցախողությանց պատճառը եւ ոչ թե արդակին պայմաններու մեջ կամ ուրիշներու մեջ։ Պատմեմ ցեզի հետևյալ պատմությունը։ Ժամանակին այքեբանը արավոտ կանուխ կարտնա եւ իր այքի փարիկները գավակե գլեցնե գարկի վրա եւ այդ գարկը կապված է ցիումը եւ ջամփագել է թեբի շուգա որբեսի վաճառե։ Մեկ գիշեր առաջ դեղադարապ անցրև եկած էր։ Հետևաբար քյուրի արահետները ջամփաները ցեխ եղած էին։ Երբ ցին գարաչանար հանգարց գարկի անիվներեն մեկը ցեխին մեջ կմխրջվի։ Եվ այս մարդը գարկեն վարիչնելով շուրջը մարդիկ կփնտրե դեսնելու համար որ մարդ կա որ իրեն օգնե որբեսի կարողանա անիվը ցեխին մեջ են փոսի մեջ են դուրսանե մեկ երբ որ չի գտներ կսկսի իր փախտը անիծել փարգանալ հուսախապվիլ հուսահադիլ ոտքով հարվածել անիվը եւ սկսին մեղադրել թե ինչու համար այս ճամփաները չեն շիներ այս գարավարությունը ինչու չի շիներ ինչու համար այսպես փոսերով լեցուն է կսկսի երգինքն այլ եւ ասել ինչու համար անցրել եկավ մեկ գիշեր առաջ եւ այսպես կսկսի նեղսրդած բորալ գանչել նեղանալ եւ մեղադրել նույնիսկ Աստված եւ ասել Աստված օգնե ինձի եւ այս մարդը կսկսի իր փախտը անիծել հանգարց դեր իրեն գհանտիպի եւ իրեն գսե արդյոք փորձեցիր հրել եւ անիվը դերեն շարժել եւ այս մարդը իսկապես որ ոչ փորձ կատարած էր ոչ ալ հրած էր անիվը Աստուծո այս խոսքին վրա գամչնա եւ ամբողջ ուժը գտնե գործադրե եւ գհրե անիվը եւ իսկապես անիվը փոսեն դուրս գելե եւ իր ջամփան կշարունակե Սիրելներ այս գարջ բաուտյան փարոյական տասը այն է որ մենք միշտ մեր կյանքի բոլոր ցախողությանց համար միշտ պատրաստ ենք ուրիշներ մեղադրելու, Աստված մեղադրելու, բայց երբեք մենք չանք չենք տապեր մեր կյանքի մեջ։ Անիգա լա մեր ամենօրյա կյանքի մեջ, անիգա լա նույնիսկ հավատքի կյանքի մեջ, որովհետև հավատքի կյանքի համար ծնողը անցյալ անգամին գմեղադրեր գրոնավորները, որ ուր են գրոնավորները, ինչու համար մեր զավակները մեղքի ջամփու մեջն են։ Իր զավակը փանդ հասած է եւ հիմա գմեղադրե գրոնավորները, որ ինչու համար գրոնավորները չեն դաստիարակած։ Եվ այս կնոջ հարցուցի։ Սիրելի դիգին։ Դու կյանքիդ մեջ եկեղեցիկացած ես եւ ինձ իսավ դարին անգամ երկու անգամ գերտամ բայց հավատացյալ եմ դու զավակիդ սուբկիր կարտացած ես զավակը դաստիարակած ես հավատքով ոչ հետևաբար հեշտ է ուրիշները մեղադրել հեշտ է փախտը անիծել հեշտ է Աստված մեղադրել բայց հարցը ոչ փախտի մեջ է ոչ փախտ գոյություն չունի այլ հարցը քու մեջ է թե հարցը մարդու մեջն է եթե քու կարողությունդ ամբողջությամբ կորցատրես ապա Աստված անպայմանորեն գոքնե մեծ կրողը անգլիացի Սիդնի 1690-ական թվականներուն հրճագավոր խոսք ունի որ Բենջամին Ֆրանկլինը միշտ կգրտներ Աստված գոքնե անոնց որոնք իրենք զիրեն կոքնեն Սիրելներ ամեն մարդ պետք է
թե իր հավատքի մեջ, թե իր կյանքի մեջ կործատրե, աշխատանք տանի, Աստուծո վստահելով եւ Աստվածալ գոքնե, բայց զույն մարդուն օգնություն ինչպես ակնկալել։ Փիլիպեցներուն նամակի 2-րդ գլխու 10-րդ համարին մեջ Պողոս առաքյալ գսե, որովհետև Աստված ինքն է որ կներկործե, ինչ որ կգամենաք եւ կգադարեք, որովհետեւ իր գամքին համաձայն շարժի։ Ինչ որ կգամենաք եւ կգադարեք։ Եթե սիրելներ առաջին քայլը մենք չարնենք, չակնկալենք որ ոյե մեկը մեզի օգնության հասնի։ Անարակ որդին առաջին քայլը արավ իր հորը դառնալու, մնացյալ քայլերը հայրը արավ։ Սիրելներ հավատքի կյանքի մեջնալ, ամենօրյա կյանքի մեջնալ, ամեն մեկս մեր չանքը պետք է լավակույն ձևով թափենք, լավակույն ձևով աշխատենք։ Իմաստուն է Սողոմոնի իմաստունը սկանչելի գերբով ալ գսես սիրելներ իր ժողովողի քրքի մեջ 9-րդ գլխու 10-րդ համարի մեջ շատ կարևոր խոսքը գսե ցերկդ ինչ որ գտնե ընելու բոլոր ուժովդ ըրե մենք մեր ամբողջ գարելին ընենք ամբողջ ուժով աշխատենք եւ Աստված անպայմանորեն սիրելներ օգտակարություն բիդուննա չսպասենք որ ոյև մեկ անպայմանորեն պետք է կամեզի օգնե ոյե մեկը բարդավոր չէ մեր ցախողության համար չմեղատրենք այս կամ այն պայմաններն ալ չմեղատրենք մեր փախն ալ չանիծենք որ գոյություն չունի այս սիրելներ չանք թափենք աշխատանք տանենք Դարձյալ Արագած գրքի 14-րդ գլխու 20-րդ համարի մեջ գսե Սողոմոնի իմաստուն ամեն աշխատանքի մեջ օգուտ մգա բայց թադարգապանությունը միայն գարոդության գտանի մարդը ամեն աշխատանքի մեջ օգուտ գա բայց եթե մարդ թադարգապան է թադարգաբորդ է ոյ մեկ բան չներ եւ գսպասե որ ուրիշներ իր գործը անեն այն ատեն ցախողություն ունենա հոգեվոր կյանքի մեջ ալ եթե ծնողներ ծեր զավակները հոգեվորաբես չեք կրթեր եթե փոքր դարիքեն չեք կրթեր ինչ որ սուբկիրքը գսե գրթե մանուկը իր ջամփանը սկսած ադենը որբես երբ մեծնա անգե չշեղի ապա սիրելներ մի ակնկալեք որ ուրիշներ կան եւ գրթեն ծեր զավակները այ հոգեվորականին բարդականությունը շատ մեծ է հոգեվոր տաստիարակություն չամպելու բայց ահա ամեն օր հոգեվոր ցեզի նախաճաշներ գարամցվին քանի օքիներ ցեզմե այդ հոգեվոր նախաճաշներ իր զավակներուն իրենց զավակներուն կփոխանցեն քանի օքիներ կփոխանցեն իրենց շրջապատի մեջ որբեսի մարդիկ սնվին հետեւաբար ամեն մարդ նաև իր գարելին պետք է իր աշխատանքը իր աշխատանքի բաժինը պետք է ներդնե որբեսի եւ հոգեվորաբես եւ կյանքի մեջ առաջ երթա ուստի սիրելի քույրեր եղբայրներ այլևս ոչ փախտը անիծեցեք ոչ պայմանները մեղադրեցեք ոչ մարտիկը ոչ ալ մանավանդ Աստված այլ դուք ձեր աշխատանքը դարեք հավատքով չանասիրությամբ ձեր լավակույնը արեք ապա Աստված մնացյալ բոլորը գնե եւ ձեր բոլոր գործերը հաջողության կդանե Սկորձս սերած մերոց ուղիղ արայի մեզ դեր եւ սկորձս մտած մերոց հաջողյայի մեզ դեր ամեն Աստված ձեզ արադաբես թողորտնե բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին